Աղջիկներս այստեղ պատրաստվում եմ գազարը, բազուկը, դդմիկը, սոխը, կարտոֆիլը, կեղևազրկեմ, քերիչով անցկացնեմ, կոտլետներ եմ պատրաստելու դդմիկով, իսկ գազար բազուկն էլ պետքա տեղափոխեմ սառցեխցիկ, որ ձեռքիս տակ միշտ մաքրած պատրաստի ունենամ համ բազուկ, համ գազար։ Պետք է անենք միասին։ Միգուցե դուք էլ մոտիվանաք ինձնից այսպես տեսնեք ես ինչպես եմ, հա, տեղափոխում սառցեխցիկ, դուք էլ գնաք մի 2-3 կիլո բերեք, մաքրեք, տեղավորեք կամ միգուցե արդեն դուք տեղավորում եք, ուղղակի ես նոր եմ սկսել այսպես պատրաստվել, դե հիմնականում միշտ էլ գազարը ունեցել եմ սառցեխցիկում, բայց բազուկը սենց չեմ առել տեղափոխել, ընդամենը մի հատ կամ 2 հատ եւ վերջ։ Հիմա այն որ ասում եմ սկիզբը դրված է, ընթացքում արդեն միշտ սենց մի 6-7 հատով 8 հատով կմաքրեմ, կտեղափոխեմ սառցեխցիկ, որպեսզի միշտ մաքուր պատրաստի ձեռքիս տակ ունենամ, այն որ ինձանից էլ ժամանակ չխլի։ Իսկ այստեղ էլ արդեն դդմիկով կոտլետներ ենք պատրաստելու։ Քանի որ դուք սիրում եք տնական տեղը-տեղին վլոգներ, ինձ ինչ է մնում անել, սիրում նկարահանել, որպեսզի դուք էլ մոտիվանաք եւ անցնեք գործի։ Վերցնում եմ իմ մեծ բլենդերը, որ վերջերս եմ ձեռք բերել։ Պետք չի։ Հաջա։ Հա, նովիա։ Ինչն եմ երբ հարբալ ես, էսի նախքան Հայաստան գնալս ենք արել։ Արի գնա։ Արացել ես։ Ախ, ես մոռացել ես այդ սալատների համարը։ Չգիտեմ։ Թե։ Տավ, հիմա պետք է տեսնենք ես ոնց է աղում, ինչ է անում, օրինակը որտեղ կա նկարած, առաջ անգամ եմ օգտագործում սիրուններ ջան, մի հատ տեսնեմ ինչ պետք է անեմ, ոնց պետք է անեմ, որ ինձի պետք է քերիչով անցկացնեմ, այսպես, եսի հասենց կոմպլեկտը, հիմա դե Աննա ջան, որ մեկն ես ուզում։ Եսի դանակա։ Եսի հա, որ կտրվի սենց ես կարտոֆիլը, ես իրա համար, այդի հասկացանք։ Հիմա եսի, ոնց պետք է, մենակ ես պետք է դնեմ իստեղ։ Այո, ոնց հասկանում եմ, ես էլ ես ձև, ես էլ իստեղ, դժվար բան չկա Աննա ջան, ընգավ, հիմա եսի մնում է տեսնենք ոնց ենք քերելու աղջիկներ ջան, եսի փակենք, Եսը պետք է սենց անենք, եսի այդ մեկի համարը, լավ, հասկացանք, լավ այդ չէ, հասկացանք, տեսնենք, պետք է ընդհանում, հիմա պետք է այս ամբողջը մի հատ կեղևազրկեմ, լվանա, տեսի պետք չի մեզ, Եսի ամես անհրաժեշտ, օպս, ընգավ, պետք է փորձենք, էլ աղջիկեք ջան, եկեք սիրուններ ջան, գազանն ես ինչ է եղել, ուզում է պչանա, հա, ոնց որ կերած լինեին վրայից, Գյորգի շուտ է տուն գալում, հացը շատ շուտ եմ պատրաստելու։
մտածել եմ, որ աղջիկեք ջան, օրը ուրբաթ է։ Ես գիտեմ չորեքշաբթի, հինգշաբթի, Արսենս որ այդ կորմանկապարտեզ չի գնացել։ Ինձ մի բան թվաց, այդտեղ չորեքշաբթի, հինգշաբթի է, էլի ոչ ուրբաթ է։ Անցանք գործի։ Այս տանակը շատ եմ սիրում։ Իմ համար մեկ օգնականն է, բայց ես չեմ ուզում որ ինքը կտրվի, ես ուզում եմ, որ ինքը քերվի, որ բորշի նման մանր քերի, լտեսնեմ ոնց եմ անում։ Եթե տենց եղավ, տենց չեմ անել, մի ճորտիչով կճորկեմ։ Ինչ ընտիրա մաքրում ես դանակը, սիրուն, գլատկի, ոչ հաստ ես կլպում, ոչ բարակ ես կլպում։ Այսա համ գործ կանենք, աղջիկեք ջան, համ էլ կպատասխանեմ մի քանի հարցերի։ Հիմնականում ես շատ հարցեր եմ ստանում, լինելով որպես դեկոր կնիկ, լինելով որպես հարս, լինելով որպես մայր, ինձ լիքը նամակներ ա գալիս։ Ու մեկ-մեկ այդ մեկնաբանությունից ապշում եմ։ Ինչու համար, հիմա կիմանաք։ Երկու հատ մաքրեմ նոր սկսեմ։ Հիմնականում մտածում եմ սկսեմ, չսկսեմ եւ այլն։ Իմ տեսակետն են ուզում իմանալ, ինչ խորհուրդ կտամ, ինչ կասեմ։ Ուրեմն մի հատ աղջիկ էր ինձ գրել, արդեն որի օր դեպքն է այդ մեկնաբանությունը մի քանի հոգու կողմից ստանում եմ։ Աննա ջան ասում է, ինչ կարելի անել։ Դեկոր կնիկս շատ ախառնվում մեր ընտանեկան հարցերին։ Արդեն գիտեք քանի հատ այդ ձև մեկնաբանություն եմ ստացել։ Դե գիտեն, ես դեկոր կնիկ եմ, մտածում են կավա ես եմ խառնվում։ Բայց ուզում եմ ասեմ, ես այո, արդեն 11 տարի է դեկոր կին եմ ու 11 տարվա մեջ չի եղել մեկ անգամ, որ ես խառնվեմ իմ դեկոր ընտանիքների մեջ։ Եթե ասենք ինձնից հասներ ինչ-որ մի բան խորհուրդ տալ, որ իրանց ընտանիքը փրկվի, ես կտամ, բայց որ խառնեմ ու իրանցով տամ, այդ կյանքում իմ մոտ չի եղել ու չի է լինի։ Իսկ թե ինչու է խառնվում դեկոր կնիկը ձեր ընտանիքի մեջ, այդ արդեն հարցի մեկ ուրիշ կողմն է։ Դուք եք թույլ տվել, որ ինքը խառնվում է, ինքը նախ իրավունք չունի խառնվի, ինչքան էլ ուզում է լավ դեկոր կնիկ կլինի, ինքը իրավունք չունի խառնվի ձեր անձնական կյանքին։ Կին ամուսին հարաբերությունների մեջ ոչ մեկ իրավունք չունի խառնվի։ Ես չգիտեմ դուք իրար հետ եք ապրում, թե իրարից հեռու եք ապրում, ամեն դեպքում դուք եք թույլ տալիս, որ իրանք խառնվեն ձեր ընտանիքի մեջ։ Ընտանիք ուղղակի, որ ասում եմ, խոսք չի։ Ընտանիքը, նորաստեղծ ընտանիքը երկու մարդու, այսպես ընտանիքն է, որ այսպես նոր սկսում են իրանց կրիշը, հա, որ եւ այդտեղ այդ ընտանիքում պետք է միայն լինեն կինը եւ ամուսինը, ոչ մեկ բացարձակ իրավունք չունի խառնվի ձեր հարաբերությունների մեջ։ Կկռվեք, կսիրեք իրար հետ ինչ-որ տեղ կգնաք, չեք գնա, ոչ մեկ չի կարա ձեր մեջ խառնվի, եթե դուք դա թույլ չտաք։ Եթե դուք արդեն դա թույլ եք տալիս, հարևանուհիներ կգաք խառնվի, բարեկամուհիներ կգաք խառնվի, որ ասма ծառը որ ընկնում է, կացնավորը շատանում է։ Դրա համար աշխատեք թույլ չտաք խառնվեն ձեր հարաբերությունների մեջ, ընտանիքի մեջ։ Ես չգիտեմ դուք հիմա ինչ սիտուացիայում եք գտնվում, բայց ամեն դեպքում ես այդ դեկոր կանանցել չեմ հասկանում։ Ունես քո ամուսինը, ունես քո ընտանիքը, ինչ գործ ունես, քիթդ խոթում ես դեկորդ ընտանիքի մեջ։ Ինչ ունես դու դեկորիցդ վերցնելու կամ դեկորդ կնոջից վերցնելու կամ ինչ, ես չեմ հասկանում, ինքնահաստատվելու տեղա, քեզ ցույց տալու տեղա, դու ով ես, քեզանից ինչ ես ներկայացնում, որ այդ մարդկանց հարցերի մեջ խառնվում ես, ընկեր դեկոր կին, չի կարելի։ Դեկոր կնիկ ես, դու մնաք ու դեկոր կնգա հարքերում։ Ինչ ասեմ, երեխեք չգիտեմ։
Մեկը ես կյանքում ինձ թույլ չեմ տա, ես իրանց հարցերի մեջ խառնվեմ, ուր գնաց, ինչ արավ, ինչ առավ, որտեղ ծախսեց իր գումարը եւ այլն, ում հետ որտեղա, ընտանիքով ուր գնացին կամ չգնացին, առավ կամ չառավ, ինչի պետք նա։ Կարամ կուրախանամ, չեմ կարող, ես այդ մարդկանց հարցերին չեմ խառնվի։ Ես չգիտեմ, երեխեք ջան, հիմա ուղղակի խորհուրդ կտամ թույլ չտաք ձեր ընտանեկան հարցերի մեջ խառնվել, ոչ մեկ բացարձակ, բացի դուք եւ ձեր ամուսինը, որովհետեւ դա նորաստեղծ ընտանիք է, դուք պետքա ձեր ընտանիքը ստեղծեք, դուք պետքա ձեր բալիկներին մեծացնեք, դուք պետքա դաստիարակեք, դուք պետքա այդ ամեն ծախսերը հոգաք, ոչ մեկ ձեզ չի օգնելու գումարային հարցով եւ այլն, չգիտեմ։ Հələ դուք ձեր տեսակետները գրեք, տեսնեմ դուք ինչ կասեք։ Ես 11 տարվա տեքոր կնիկ եմ, թող մեկն ու մեկը կանգնի ասի, որ ես իրանց ինչ-որ բաների մեջ խառնվել եմ, իրանց չգիտեմ, բացը ցանկացել եմ, հակառակը, կարողացել եմ, հասել եմ, չեմ կարողացել, չեմ խառնվել։ Այդ տիպի տեքոր կանանց էլ ընդհանրապես չեմ ընդունում, չեմ հասկանում, որ իրանց կյանքը թողած խառնվում են տեքոր կնոջ կյանքին։ Այդտեղ այն հարցին էլ հաջորդ վլոգում կանդրադառնամ։ Իմ տեսակետից սխալ է, չգիտեմ, երեխեք ջան, դուք ոնց եք մտածում, դուք ինչ եք ասում։ Շատ հարցեր ա դեռ ինձ ուղղված, Հայաստան գնալուց հետո վլոգների մեկնաբանությունների բաժնում լիքը մեկնաբանություններ են գրել տարբեր ուղղություններով։ Կփորձեմ բոլոր հարցերին հենց տեսահոլովակի տեսքով պատասխանեմ, որ ձեր համար ավելի պարզ լինի, որովհետև հարցերը միշտ կրկնվում են, հիմնականում շատ ընտանիքի հետ է կապված։ Ես արդեն բավականին ճանապարհ եմ անցել, 11 տարի ասելն է հեշտ, արդեն 11 տարվա փորձ ունեմ որպես հարց, որպես տեքոր կնիկ, որպես չգիտեմ, դեռ ես տալ չեմ իհարկե, բայց որ ես տալ լինեմ, ես չգիտեմ, ինձ թվում է ես շատ յուրահատուկ տալ կլինեմ իմ հարսիկի համար, որ չեմ պատկերացնում, որ իմ հարսիկը ինձանից դժգոհ լինի կամ չգիտեմ, ինձանից խոսալու տեղ ունենա եւ այլն, Աստծո կամքով այդ օրվան էլ կհասնեմ։ Իմ տեքոր կանայք են, իրանք էլ կյանքում իմ ընտանիքի մեջ չեն խառնվել, ես չեմ կարող ասել իրանք իմ ընտանիքում ինչ-որ խառնվել են եւ այլն, չէ, ամեն մարդ ապրում է իր կյանքով։ Ով որտեղ ուզում գնա, ով ինչ ուզում անի, ով ինչ ուզում ուտի, ով ինչ ուզում հագնի, ամեն մարդ ապրում է իր կյանքով։ Որ այդ մեկնաբանությունները չեմ կարդում, կապայի չես թռնում աղջիկ ջան, ապշած եմ մնում, չեք պատկերացնում, ինչ իրավունք ունեն քիթները մտցնեն այնտեղ, որտեղ որ չի կարելի։ Չի կարելի, որ չի կարելի փոքրուց սովորած լինեն, այսօր ամենտեղ իրանց քիթը չեր մտնի։ Ով ուզում է լինի հաս, լինի տեքոր կնիկ, լինի չգիտեմ ինչ, փոքրուց պետքա չի կարելի իրանք իմանան, որտեղ է իրանց կարելի, որտեղ է չի կարելի, իրանց թույլ տան, թույլ չտան։ Օրինակ դուք ինչ ձև տեքոր կնիկ եք, հլը մի հատ կգրեք տեսնեմ, կամ ինչ ձև տալեք, ինչ ձև հարսեք, հլը մի հատ ձև մասին գրեք տեսնեմ, էլ ինչ կլինի։ Խառնվում եք իրանց հարաբերությունների մեջ, թե ոչ, կամ որ ասենք ինչ-որ մի բան են առնում, դուք էլ եք ուզում այդ նույն բան ունենաք, թե չէ, ինչ ձև եք, ինձ էլ է հետաքրքիր, իմ աղջիկեքը իմ նման են մտածում, թե չէ։ Չնայած որ իմ կողքն եք, ինձ թվում է իմ նման եք մտածում։
Այս ոնց անեմ, որ բազուկը այդ առանձին գույն տա էլի։ Աղջիկներս, հիմա այս ամբողջը մաքրեմ, որպեսզի շատ երկար տեսանյութս չստացվի։ Մաքրեմ ու միանամ ձեզ։ Թե չէ որ խոսամ, պետք է խոսամ, դուք էլ ասեք Աննա ջան, մի թեմայից ինչքան երկար ես խոսում, բայց դե երկար միտք ունի էլի այդ մի թեման։ Ավելի լավ է անջատեմ, որովհետև անդադ մտածելուց հետև էլի մտքեր ա գալի ուզում եմ արտահայտեմ, բայց չեմ ուզում արտահայտեմ։ Կարող արտահայտեմ, ավելի սենց սուր արտահայտվեմ, չգիտեմ։ Ուղղակի մի բան հիշեք, ձեր ստեղծած ընտանիքի, թույլ չտաք ոչ մեկ մոտիկանա։ Երրորդ անձը միշտ էլ ավելնորդ ա ձեր մեջ։ Ով ուզում ա լինի քուր, եղբայր, չգիտեմ, հոր քուր, մոր քուր, տալ, հարս, տեքոր կնի եւ այլն, աշխատեք, դուք եք ստեղծել ձեր ընտանիքը, դուք էլ սիրով ձեր ընտանիքը պահեք, օրինակ ծառայեք։ Եթե մեկը խառնվեց, ավտոմատ այդ մեկից հետո այն մեկն ա խառնվելու, այն մեկից հետո այն մյուսն ա խառնվելու, դառնալու ա շիլաշփոթ ու վերջում էլ աստվածչանի բաժանություն ա հայտնվում առջևում։ Գիտակցված ապրեք, սիրով ապրեք, հարգանքով ապրեք։ Ես Հայաստանում ասեմ, չասեմ, չգիտեմ, գնացել ենք, ինձ ասեցին, մի տեղ ենք էլի գնացել, ինձ ասեցին Աննա ջան, դու այդքանը ոնց ես հասցնում, հալալա քեզ։ Գիտեք ես ինչ պատասխանեցի, ասեցի ես մենակ չեմ հասցնում, իմ ամուսինն իմ կողքն ա։ Այդ կինը նենց չեք պատկերացնի, ոնց սենց ուրախությունից փայլեց, սենց երջանկացավ, ասեց, նենց ուրախացա, որ դու մենակ քեզ չասի, որ դու ես անում, դու թիգունքդ կողքդ ա, էլի քո ամուսինը կողքդ ա, հենարան ունես, ասի բայ իհարկե ես որ մենակ ինձ իմ ամուսինը դրսում անում, ես ներսում եմ անում, իմ ամուսինը դրանն աշխատում, ես տանն եմ աշխատում, մենք իրարով ենք ես ամեն ինչին հասնում, ոչ թե ես ինքս մենակ, չէ, ամուսինս դրան է, ես տանը։ Կոտլետ։ Դուք չեք պատկերացնի։ Կարող նայեմ էլ չնայած քերեկինս, անենց մի ուրախացավ, ասում ա, հալալա էլի, որ մենակ քեզ չասեցիր, ամուսնուց էլ նշեցի, ոնց կարամ ես մենակ իմ գլուխու կողում ասեմ, ես եմ արել, չէ, ես ու իմ ամուսինն ենք ասել ես ամեն ինչին, ինչ որ ներկապահին ունենք ու գնահատում ենք, մենք ամեն փոքրիկ բաններ, որ առնում ենք, այնքան ենք ուրախանում, չեք պատկերացնի, այն մի փոքր ասեղի վրա մենք իրարով ենք ուրախանում։ Իմ երեխեքը մեր տանը սեր են տեսնում, ինքն աշխատող է, ես ստեղծող եմ, բոլորս վայելող ենք։ Մի օր Գյորգին տանը չի նստում, մի օր է որ նստում է, տան մնացած այդ բոլոր տղամարդու գործերն անում։ Գնահատեք ձեր ամուսնուն, ամուսիններ դուք է գնահատեք ձեր կնոջը ու սիրված ապրեք մեկը մյուսը արշավիր են եկան այնպես որ գլուխ գովարուս մենակ ձեր գլուխով եք գովան, համ կանայք, համ ամուսիններ, իրար հետ արեք ինչ անում եք, իրարով ուրախացեք, իրար հետ ստեղծեք և ուրախացեք։ Հաց եմ սարքում կյանք։ Հա, կոտլետ անի մաման։ Հա, այն աղջիկ։ Իդեալական ընտանիքներ չկան աղջիկեք ջան, բոլոր ընտանիքներում էլ խոսակցություն լինում է, բայց այդ խոսակցությունը պետք է տևի ընդամենը 10-20 րոպե, ոչ ավել։ Ես իմ փորձից եմ էլի ասում։ Մենք որ ասենք վիճվում ենք իրար հետ, մենք երկար իրարից նեղացած չենք մնում։
ես եմ գնում ծիծաղացնում, ինքն է գալի ասում մի հատ կոֆետի խմենք ու տենց մեր օրը անցնում է, հետաքրքիր այնպես որ մենք էլ ենք կռվում, բարышում, ունես չի որ մեր մեջ խոսակցություններ չի լինում էլի, այդ եմ ուզում ասեմ, ճիշտ է մենք ամեն օր չենք կռվում, բայց դե մարդ ենք, ամեն մեկս ունենք մեր սեփական կարծիքը, խոսում ենք, արտահայտվում ենք, միտեղ անհաշտություն, միտեղ հաշտություն ու տենց ապրում ենք սիրուններս, так, ես գազարը, ես բազուկը, անցանք դեթմիկներին, դեթմիկներն է տնենք այստեղ, թե կարտոֆիլը գեղևազրկեմ, որ կոտլետս շատ արագ էլի ստացվի, այսօր իրիկու խոզ ենք մորթելու, խոզին կմորթենք, կվերջացնենք, հետո արդեն պետք է գնամ էլի դավարի միս գնեմ և հավի, որ խոզի մսի հետ տենց խառնեմ ու կոտլետներ սարքեմ էլի, պրիվիետ, ինչ ընտիր կարտոֆիլա, մեր հողի կարտոֆիլա, հələ ինչ խոշոք է, այն մեկը հələ շուտ ա, չեմ ուզում այսքան շուտ հանեմ, որ կա ուզում եմ գնամ հանեմ, որ եկա ինձ համոզում եմ, ասում եմ Աննա ջան, դեռ շուտ է, սպասի գոնե հովերն ընկնի նոր, կարտոֆիլը այնքան էժանացել են, 40 ռուբլի է ասենց խոշոր կարտոֆիլը, ու հետի արդեն դեղած կարտոֆիլն է էլի, որ չափից շատ մեծ է, բայց իմսը ոչ դեղ տված է, ոչ մի բան, ոչ չեմ տնի 40 ռուբլով ծախեմ, ափսոսում եմ, ոնց որ ասենք, այդքան տանջանքը տնես ջրի գնով տաս, ավելի լավ է, դեռ շուտ է, չհանեմ, գոնե մի քիչ թանկանա, նոր հանեմ, բնականաբար այդքանը մենք չենք կարող ուտենք, Вкусно? Ты мне от кофе? Աշկի բաց մեզ վեցանցկես է արդեն էլ վկուսնա վեցանցկեսից աշկերս բաց է կյանք գործ եմ ես էլ կորը վեցանցկես եմ վեկենում թեխի չգիտեմ ես ես արդում եմ ու չեմ կրակ գոյն է միջև ժամ ասեմ վեցանցկեսունիրեք դրածը չեմ եննեմ ենկա միջև խպի հա չէ անջադում եմ զարդում եմ Հինգին էլի Մարիան հետևիցս կկավ էտ չիքն, կսկծու պարդում եմ։ Ալետ ջամի 600 քանիս որ ինքը հետևներ ձեղնի որ սայցիկի ժամնյանը հետևիցս տերին Մարազիլնիկ եմ տեղափոխում։ Նոր տարվան եմ պատրաստում։ Սերնդերով խպես, մանրասնեմ, կատլետ էլ եմ անում էլի, բա կարտոշկենի եմ կտում, որ կարտոշկեն եմ մարազիլնիկ չտեմ դնի։ Կատլետ էլ եմ անում։ Մենք սմետանում եմ այն կող կտխեի։ Մենք սմետան չնեմ։ Մեծամանով էլի, այսինքն։ Կամ մայոնեզ։ Մեր մոդը չկա է այդ մեզամաններից Ոյ ես շոկոլադացրեց Անի Կծու էր Հա Համի դիտել Ինչն է դա Я газ Կանեցեք Արտնացեք և անցեք կով Դու չես ուզում որ սկսես անդա Ինչով սկսեմ Աննա ջան Կամերայով Ոպանձը պատկերացնում ես ես տորով Մեկ էր վեք ստասվի բայց թե էսի Անի մոմենտ ուզնակ Սրոցկը չեք
Բայց չի ստացվի։ Սա Սա լենականները կգա։ Հələ տուրել իտանակս։ Այն մեկը։ Գյումրեցիները կհավաքվեն։ Վայ։ Հալալ։ Գանցի չան։ Դու կնացեք լենագանը ցույց տվեք, հա։ Խոցից տալու տեղը Խմեմ տոկո, սա խմեմ դա։ Տակա կյանքի չովանում։ Այդի հոբա։ Հերիքնա։ Անանել տարավ պրոջին։ Ով։ Անանել տարավ պրոջել, հա։ Ինչի չէ, որ չեկարած խիչ է։ Սանդարդ գլուխը տնես դարդի տակ։ Սա որը չվամ։ Ասպերաս։ Ակարակը օրդ կանոնավորված կանցնի։ Այդքան չես չվա։ Արդեն քեզ կզսպես կամերայի դեմ։ Կդրես բանանես։ Այդ ինչ է, սովորելու հետ է սա։ Կավա ես սովորած եմ դարել բլոգեր։ Մի օր սխալ, մի օր ճիշտ, մի օր լավ, մի օր վատ։ Համենկային ինչ-որ կա։ Չնայած ես ինձ բլոգեր չեմ համարում իջև 100,000 դիտումս հետևորդս չանցնի։ Լավ ավորսենք հստով, դաժե պայտակ որդուսում ես կինո ինչ-որ մի բան նայես, կարաս յութուբից արնես փողով նայես։ Ինչ է, Իշոր հաց։ Սիման է բանը տալսել, որ ձերն եմ տալես, փոց շրնա, բայց ուտես կտաս։ Գնայինա, կանչնա։ Հանդա դու քան տարված եք որ կնիկ ես։ Դե 11 տարի իմնա։ 11 Նրանց դու քան տարվա հարս ես։ արդեն համայրով 12,000 Որտե վինես հարսեք է։ Եկել ես ու դարել ես տեքոր կնիկ, տեքորից արդեն ամուսնացած է, չէ։ Արդեն 15 տարի կերն, 16 Ես խառնված կաս տեքոր կնան ինձ ընտանիքին։ Խառնվելը ոնց կլինի։ Եզի մեկնաբանություն են գրել։ Ասում են Աննա ջան, ինչ կանես, ինչ կասես։ Տեքորս կնիկը անդադ խառնվում է իմ ընտանեկան հարցերին։ Ըստ քեզ տեքոր կնիկ իրավունք ունի խառնվի տեքոր ընտանեկան հարցերին։ Կարա խառնվի թե չէ։ Որտես տեքոր կնիկ։ Չունի չէ իրավունք։ Չունի։ Պետք է խառնվի խոսքի տեքոր կնիկը տեքոր կնկան դանիքի։ Դրա մի բան ստացվի, մի բան լավ եղնի, դու դի տեքոր կնիկը վադամարտ եղնի, իրանք իրար այդ լավ եղնի։ Սենքրա լավ իմաստով։ Конечно։ Եթե լավ իմաստով կարա օգնի, թող օգնի, եթե չէ խառնվի։ Խառնվի իրանք իրանք կան հաշտաջա։ Ահա։ Խորհրդի կարգով, եթե կարա խորհուրդ որ ընտանիք չքանդվի, հետո ուրիշ բան, բայց որ խառնվի, այդ արդեն խառնվելուց են ընտանիքը գալիս է փլուզման։ Կրանքի վրա յուղլացեն вообще Հա։ Թեկուս լավ իմաստով Դե մարդու կնգա մեջ ոչ մեկ չխառնվի։ Այսօր կկրվի, չի եղել մենք է։ Կրվում ենք սենք խոսքի կողքից ինչ-որ մեկը խառնվի, հա, ընթացքում էդի Էդի կրվի ժամանակ, որ մեկը մի բան ասում, ավտոմատ տվյալ մարդը բորբոքվում է։ Ավելի ար բան եղնան։ Ու այդ բորբոքությունից էլ արդեն գնում է կռիվ անհաշտությունը։ Դե ամեն անգամ էլ այդ կնիկը չի կարա մարդուն ասի աղբոտ կնիկը խառնվում, աղբոտ կնիկը խառնվում, աղբոտ կնիկը, ավտոմատ այն մարդն էլ կլարվի համ աղբոր դեմ, համ կնկա դեմ։
Ինչ ունեն իրար կիսելու, որ պետք է մեկը մեկի հաշվին հաստատվի։ Իրար հարցերը կլուծեն, իրանք իրար հետ ընթացքում կբան բարշել է, կկռվնել, հետո երրորդ մարդը Չէ, ասում եմ միշտ խառնվում է մեր ընտանեկան հարցերին, թե քորս կնիկը ինչ անեմ Աննա ջան։ Դե Աննա ջան, ես շատ գիտեմ ինչ ասեմ։ Դե կնենց հարցուր այդի նախ ինքը իրան դե հարցը տակ թե ինքը ինչ ուզը, խիան ընդ։ Որ մի բան ուզում է, չէ՞ որ խառնվում է։ Կամ աշկակ ցետե քոր վրա։ Ասենք վատ բան չմտածի, բայց դե հենց նենց աղջիկ ինչ դե գործ ունի դիմացինի մարդու հետ իրար դեմ կան։ Ասենք երկուսի մեջ եղնի խնդիրը, երկու տեքոր կնանիկի արջ հասկանան ուրիշ բան։ Բայց որ ամուսն ու ընտանիքի մեջ խառնվում է, ուրեմն մի բան է ինչ, ես զգուշ կեղմ ես ազգության։ Մի քիչ Իրանից ինքը պետք է նախ տնեցնի որ իրան տեսանկյունից նայի որ պետք չի խառնվել։ Конечно, իրան է դուր չի գա որ իր ընտանիքին խառնվեն։ Դա ասма ընտանիքը մուտանտարա Չես իմանում ինչ կա հայազուշ Չգիտես մարդու մտքը ինչ կա, սրտան ինչ կա, ոյ մամա ջան։ Չքցես թափես ասես։ Պասի ես կամ ես ասա Էրիկ, ես ժողովուրդ ջան։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Այս մեկը արդեն կոտլետի համար է։ Յարա դասկն Արդեն պարզ աղջիկ ջան։ Մի հատ Ալինա ջան սեղանի շորը տուրեր դիքան։ Սոֆիային նայեք։ Տեսեք կարտոֆիլն աղջիկներս, հիմա արդեն հերթ անցավ գազարին։ Դդմիկը եւ կարտոֆիլը արդեն, ինչպես տեսնում եք, ընտիր քերել է։ Սիրուններս արդեն պատրաստ են, տեղափոխեմ սառցեխցիկ։ Սիրուն ցելոֆանի մեջ կդնեմ եւ տեղափոխեմ, վակուում չեմ անելու, որովհետեւ հյութը այդպես դուրս է գալի, հա, վակուումի ժամանակ ու լցվում է այդ ապարատի մեջ ու փչանում է։ Ես ինչքան ուզում եմ չորացնեմ, մեկը շատ շուտ է փչանում, մեկը արդեն այդպես փչացել է, ես երկրորդս չեմ ուզում այդպես փչանա։ Դրա համար մի անգամից տոպրակների մեջ կտեղափոխեմ ու կտեղափոխեմ սառցեխցիկ։ Երեխեք ջան, գազարը եւ բազուկը պատրաստ են, դեռ կեսն է մնացել, որպեսզի քելիչով անցկացնեմ ու տեղափոխեմ սառցեխցիկ։ Գնամ երեխեքին բերեմ գամ ու նորից կմիանամ ձեզ։ Այստեղ եմ գալի, երեխեք չեմ ուզում տուն գնամ, այնքան հանգստություն կա, այստեղ չեք պատկերացնի։ Ճիշտ է տանն էլ հանգստություն կա, բայց այս գեղեցկությունը ամեն ինչ արժե։ Տեսնեմ Արսենանք որ կողմն են, երևի այն կողմ են գնացել։
Այն կողմից կամ Մարիային վերցնեմ, եթե դեռ չեն էլի չել, բարձրանամ վերցնեմ Արսենին։ Միշտ այն կողմով եմ գնում, այս անգամ այս կողմով եմ գալի։ Նայեք ինչ սիրուն են սարքել։ Նայեք ինչ սիրուն է։ Չէ, Արսենանք այստեղ չեն, վերևում են։ Մարիային վերցնեմ, գնամ Արսենինը վերցնեմ ու գնանք խանութ։ Քանի որ մենք Հայաստանում ենք, Աննայի ծնունդը եղել էր, մենք այստեղ չենք, ես նվեր չէի գնել, հիմա միասին կգնանք նվեր կգնենք, ճիշտ ժամանակն է ու տուն կգնանք, համ Աննայի նվերը կառնեմ, լանայք ինչ սիրուն է համել, երեխեքին տուն կտանեմ։ Հիմա մտածում եմ ինչ առնեմ, որ օգտագործի։ Ինչ առնեմ մամային նվեր, Մարիա։ Ասում եմ մամային ինչ առնեմ, ասում եմ ես ուզում եմ։ Ասում եմ բալա մամային եմ ասում, քեզ չեմ ասում։ Մամային առնենք էդի։ Աղջիկներ ջան, նվերները գնեցի, գնումներ կատարեցի, տանը ցույց կտամ ինչ եմ առել։ Հիմա գնանք տուն, կոտլետները պատրաստեմ, թթվասերեր անհրաժեշտ վերցրեցի։ Գնանք մեքենա վերցնենք, գնանք տուն։ Եկանք հասանք աղջիկեք ջան, հա Էլինա ջան կամանք։ Եկել եմ Աննան ասում է, ինչ պադարակով ես եկի, ասում ինչ է ջոգիր, որ պադարակ է։ Արի քո համար եմ առել։ Ծնունդիդ նվեր։ Բացի, ճիշտ աստեղ չէի։ Պարտադիր չի ցանկալի է։ Ռասպակովկա արա։ Հանի, չի հալ է։ Հենե բացի, ուրախությունով օգտագործես։ Կամացեք։ Էրիկը կգա կուտի, դուտի տեղ։ Հա, էսա կհանեմ։ Կողքից էր բացվա, այսենք։ Սիրտը զգում էր, որ իր նվերով եմ գալի։ Ուրախություն օգտագործես։ Ուրախ առիթներին։ Ծնունդդ ևս շնորհավոր։ Մառոշնին քանի չի հալել։ Քարմանանք ու անցնենք գործի։ Աղջիկեք ջան, հիմա արդեն ստեղ ունեմ, այո, ես կոտլետին գազար եմ ավելացնում, հանկարծ չզարմանաք, խոհանոցը մեկն է, խոհարարները բազմազան, եւ ով ինչ ցանկանում է, այդ էլ ավելացնում, հանկարծ չասեք ով ատես է կոտլետի մեջ գազար, ես ավելացնում եմ, համ շատ սիրուն է, համ շատ համով է, տարբեր գույնների է, էլի այսպես ասեմ։ Հիմա ավելացնում եմ մնացած համեմունքները։ Կարմիր պղպեղ եմ ավելացնում, այս մեկը կծու էր, սպասեք, սև պղպեղ։ Իրան խորովածի բանի ոչ մի տենց համեմունք չեմ ավելացնում։ Սխտորի փոշի եմ ավելացնում, ինչպես տեսնում եք փոշիչի մանրեցված սխտորա, կարելի է իրեն թթվասերի մեջ էլ ավելացնել, ավելի համով կլինի։ Աղ եմ ավելացնում, այս կարմիր պղպեղս կեսուրս Հայաստանից ակել է, շատ լավն է։ Աղ ըստ ճաշակի, ըստ համի, ինչպես որ դուք եք ուզում, և ինչ մնաց ավելացնեմ ձու ալյուր։ Ես ասի լույսերը տարան հեռախոսս լուսանջատվեց, ավելացնում եմ համեմ սամիտ մաղատանոց, հիմա ավելացնում եմ ձու, կարում եք մի ձեռով բացեք։ Ինչ? 200, հա, տաքսիկա 200 բերում, տաքսիկա 170, ինքը, տաքսիկա 150,
Այդ երևի այդ տակի մնացորդներ դնում են իրանց ջեպը։ Այն օրն են Մարտին զանից 150 վերցրեց։ Տարբեր կներ են վերցնում։ Հիմա խառնում ենք, հետո կավելացնեմ արդեն ալյուրը։ Հա, մնաց կվան տասավորում։ Ստեղի աղջիկներս թթվասերնա, սխտորի փոշինա, կարմիր պղպեղ, ես համեմունքից եմ ավելացրել։ Հիմա, այ, այս չեր կներեք ուր են, այստեղ էր, ես իտալիական, այս համեմունքից եմ ավելացրել, հոտանուշ գալիս է, էլի, կգնամ մաղադանոս է կբերեմ ու արդեն տորթը կհավայքենք։ Վայ չուտողին, իսը վերջնական տեսքը։ Շերտերը հավաքում եմ աղջիկեր ջան, նայեք այս են սիրուն ընտիր շերտեր ալինում։ Ճոխ լսնում ենք։ Այս մի տորթի բարձրությունը, այս էլ երկրորդ տորթի բարձրությունը։ Վայելում ենք սիրուններս, վերջապես նստեցիք։ Ես թխեցի, Աննա լվաց, ես դասավորի Աննան մաքրեց։ Հիմա էլ վայելում ենք։ Աղջիկներս արդեն պատրաստ է, մաղադանոսներ բերեցի։ Ես բարյախորժակ, ձեզ բարի դիտում։ Այդ է տով։ Այդ ինչը սիրուն եղե մեջը։ Գույն ես գույն։